Վանաձորցի երկրապահները մայիսի 8-ին Շուշի ազատագրման և երկրապահի օրը նշում էին հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարի մոտ։ Ավանդույթի համաձայն հնչեցին ելույթներ և միջոցառմանը մասնակից նոր սերնդին նորովի ներկայացվեցին Շուշին ազատագրող հայ ազատամարտիկների սխրանքը։ Շուշին մեր բանակի հաղթանակների հաղթանակն է և յուրաքանչյուր հայրի մտահոգ է հայրենի բանակի ամրությամբ և մարտունակությամբ։ Սակայն այս անգամ ավանդույթից շեղում կար, քանի որ երկրապահների համբերությունն էլ հասել էր իր գագաթնակետին։ Նրանք բարձել էին պաստառներ, դատապարտելով այսպես կոչված դրամաշնորհներով գործող իրավապաշտպաններին, ովքեր բացի հիմնական իրենց պարտականությունից զարմանալի ջանասիրությամբ վարկաբեկում են նաև հայոց բանակը։ Հաղթանակող բանակին վարկաբեկող ամեն անձ ակամայից կամ կամավոր ջուր է լցնում թշնամու ջրաղացին։